կողմի ու դեմի հետ կապված չի հարցը, պարոն Ղազարյան, կարամ ես ասեմ դեմ եմ Սևանից ջրառ իրականացնելուն լրացուցիչ եւ 400 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնենք, բայց դա Սևանի վրա ինչ արձագանք անենում։ Չեմ կարծում Սևանի վրա նախարարի կողմ կամ դեմ լինելն է, բան Սևանի մակերեսը մեծացնում կամ իջացնում, կարծում եմ դրա վերցված ջուրն է ամեն դեպքում դա անում։ Արծվիկ Մինասյանի ժամանակ, եթե ես հիմա թվերը համեմատեմ, պետք է ասեմ, որ միայն ջրառի արդյունքում 8 սանտիմետր մոտավորապես 7-ից 8 սանտիմետր Սևանի մակարդակը ավել է իջել, քան հիմա է իջնում։ Հիմա շատ լավ, դուք գոնե գիտեք, որ մենք յուրաքանչյուր 13 միլիոն խորանարդ մետրի համար, խորանարդ մետրի ջրառ իրականացնելուց Սևանի մակարդակը մի սանտիմետր է իջնում։ Եվ մյուս ծավալը, որը տարվա ընթացքում հաճախ 50 սանտիմետրի է հասնում, պայմանավորված չէ ջրառով, պայմանավորված է եղանակային պայմաններով, դուք այդ տարածաշրջանից եք, ես կարամ հետևյալը ասեմ, որ մեր ջրառով պայմանավորված Սևանի մակերեսը կարող է իջնել մինչև 13 սանտիմետր, ոչ ավել։ Եթե այդ թվերը դրանից ավել են, հետևաբար եղանակային պայմաններով պայմանավորված, իսկ այդ թվերը դրանից մի քանի անգամ ավել են։ Ես ավարտեմ, հետո դուք կարձագանքեք, այսինքն Սևանա լճի մակարդակի իջեցման մեջ վատագույն դեպքում ամենավատ սցենարով ջրառի մասնաբաժինը մոտավորապես 20%-ից ավել չի կազմել եւ չի կարող կազմել, մնացածը եղանակային պայմաններով է պայմանավորված, ինչը ավանդաբար է լինում այդպես։